Discord-ը չէր միանում։ Մհմ։ Այս վերջին հատվածն է, չնայած հարցերը մեջտեղ ընկան, մենք հիմա հարցերը քննարկեցինք ու բան է, էլի ամեն մեկը ըստ իր բարդության մնաց, Անուլն էլ է SMM մասնագետ 1500 միլիոն տարվա, դե հարցած մնացել եք երկու ամենա մարդիկ, ովքեր որ այս թեմայի մեջ ամենաշատն են խորացած։ Okay, երեխեք ջան, հիմա այս հատվածն էլ քննարկենք ու էլի խոստանում եմ հարցերով կգնանք, բայց այս արդեն թե ինչա կատարվում բան EU-ում ու ոնց պետքա թարգեթինգ անել կամ ընդհանրապես ոնց պետքա կոնտենտը ստեղծել ու ստեղ ոնց են կոնտենտը ստեղծում։ Ամենաառաջին ու կարևոր բանը, որ պետքա հասկանանք, որ Եվրոպան ինքը չի բա, ասենք իրեն գովազ որ միացնում են, ընդհանուր չեն միացնում։ Իրեն գովազ միացնում են կոնկրետ տարածաշրջանի, կոնկրետ քաղաքի, կոնկրետ վարչական շրջանի, կոնկրետ մարդու համար հստակ ու նշվում է, ասենք օրինակի համար իրանք պատրաստ են Վալենսիայի համար առանձին գովազ նկարեն, Բարսելոնայի համար առանձին գովազ նկարեն, Մադրիդի համար առանձին գովազ նկարեն, չգիտեմ, օրինակի համար շատ է ինձ շատ է հանդիպում, օրինակ ասում է երես են Վալենսիա, այսինքն Վալենսիայի մեզ, այսինքն հստակ գալիս է այն փաստը, որ մարդը իրանք գիտեն որտեղ ես դու, ինչ տարածաշրջանում ես ապրում, ու այդ շատ ուժեղ է, ես օրինակի համար շատ կուզեմ, որ չգիտեմ Երևանում ապրող մարդու համար, կոնկրետ տարածաշրջանում ապրող մարդու համար գովազդը միացվի։ Ընդհանրապես թարգեթինգի կանոններից մեկը այն է, երբ որ օրինակ ես շատ եմ փորձել, երբ որ ոչ թե հասցեով ես իրան թարգեթ անում, այլ zip կոդով ես իրան թարգեթ անում։ Ես բազմիցս մի քանի տեղ փորձեցի եւ Հայաստանում եւ Ամերիկայում եւ Եվրոպայում ինքը շատ ուժեղ աշխատեց, то есть ինքը շատ ուժեղ աշխատող բան է։ Օրինակ, ես գրել եմ Կամպանարի կամ Միսլատայի աղջիկներ, Միսլատան փոքր քաղաք է, իսկ Կամպանարը այն վարչական շրջանն է, որտեղ որ ես ապրում եմ։ Այսինքն ինքը, եթե պիտի միացնի ամբողջ, դաժե Վալենսիան վարչական շրջանների է բաժանում։ Հստակ ինձ գովազդ է գալիս ու այդ գովազդները շատ են ու շատ հայտնի բրենդեր են հիմնականում, չգիտեմ, որ հստակ դու ապրում ես Կամպանարում, ուրեմն էս ինչ մի բան է, չգիտեմ, այն ներքևի կոմոդի խանութում էս ինչ մի բանը կա, այսինքն մի բան է դրած, որը Մերկադոնայում կա։ Մերկադոնան համաշխարհային սուպերմարկետների ցանց է, ավելի շատ Եվրոպայում, ավելի շատ Իսպանիայում, ու ինքը, չգիտեմ, երես են Կամպանարում ունենք մեր բան, Մերկադոնա, որը որ կարաս գնաս ու այդտեղից ձեռք բերես ապրանք։ Այդ շատ ուժեղ է աշխատում ու շատ է էֆեկտիվ է գովազդի մեջ հստակ վարչական շրջանը նշելը։ Երկրորդ քայլը ինֆլուենսերներին իրանք ոչ թե վերցնում են, որ ինֆլուենսերը իր հարթակում դնի, այլ սովորաբար վերցնում են ինֆլուենսերի, որ իրանք օգտագործեն այդ մարդուն իրանք գովազդի մեջ։ Հստակ սցենարի իրանք են մշակում, հստակ, այսինքն մեկ-մեկ լինում է, մենք տալիս ենք ինֆլուենսերներին, ասում ենք դե դու գովազդը դիր, մենք հաստատենք եւ այդպես բան չկա, որովհետեւ ստե գոյություն ունի մարքեթինգային ռազմավարություն։ Ստեղ ընդհանրապես սոցիալական հարթակների գովազդը վերաբերվում է նույն լրջությամբ, ինչ որ TV-ի գովազդին կվերաբերվեն, ինչ որ կվերաբերվեն բիլբորդի գովազդին եւ այլ եւ այլ։ Հայաստանում ոնց որ Facebook-ը երկրորդական, երրորդական դերում լինի, ասենց շուտ իլայի գովազդներ են դնում դուրս գալիս, մեկ-մեկ լուրջ են վերաբերվում, բայց ասենք այն առումով չեն լրջանում, ոնց որ օրինակի համար, չգիտեմ, ստեղ են վերաբերվում, ստեղ մյուրից ձևի են վերաբերվում ինֆլուենսերներին ու ավելի հաճախ նաև խնդրում են, որ ինֆլուենսերները իրենց էջում չդնեն։ Օրինակի համար, չգիտեմ, Կայլի Ջեները այս վերջում շատ տեսել էինք բանի վրա, շատ էին լրիվեր տարածում, որ Փարիզի այն մոստի վրա Կայլի Ջեներին էին նկարում, որ ինքը անդադ գովազդ է նկարում, գալիս գնում է եւ այլն, սա ուզում էին մտածեն, այդ ինչի գովազդ է, բոլորը կիսվում էին, տեսել եք Կայլի Ջեները գովազդում է նկարվում, բան վերջում լուրջ եմ ասում, եղեք իրական պետք է անհաջող նկարանում դուս եկավ, որովհետև մարդ կողքից նկարողների ռիլերը ավելի սիրուն էր եղել, քան Կայլի Ջեների իրական ֆոտո բաններ եղել, ֆոտոսեսիաներ եղել ու ռիլներ եղել, որ ու վերջում պարզվեց դա Գարնիերի բաններ, գովազդներ։ Ամեն դեպքում ուզում եմ ասեմ, տենց ինչ որ հետաքրքիր բաներ շատ է տեղի ունենում, ասենք օրինակ Գարնիերը այդ շարքը Կայլի Ջեների հետ մենակ արել էր սոշիալ մեդիաներում գովազդ միացնելու համար։ Երրորդ կարևոր բանը, եղեք ջան, դետալները շատ կարևոր է։ Օրինակ մենք սովոր ենք, չէ՞, մի հատ խոշոր պլան ցույց տանք, խոշոր պլանով ինչ որ բաներ անենք, չէ՞, ցույց տանք, հետո խորանանք դետալների վրա։ Ես բազմիցս տեսել եմ էլ Հերմեսի, էլ Սկիապարելի, էլ բան, էլ չգիտեմ, Գուչի, Պրադո, բան, այդ բոլոր գովազդներից, Կոկո Շանել, ինչքան տեսել եմ, հատկապես դուխիների գովազդների մեջ ամենաշատը
կոնկրետ խորանում են դետալների վրա, որտեղ մարդը ասում է, եթե ինքը սենց մոտիկ հեռախոսով նայում է, իրան պուճուր ինքը նայում է, ինքը նախ եւ առաջ դետալների վրա է խորանում, եւ ինքը իրան մոտիկից լավ է իրան դետալ ցույց տանք, քանց թե ինչ-որ խոշոր պլան, որովհետեւ առանցնել այս պուճուր էկրանի վրա է գնում, ինչի է տանջվում այդ խոշոր պլանի վրա։ Այդ դետալ ցույց տուր, որտեղ մարդը ուզում է այդ դետալը ցույց տա, որովհետեւ նաեւ սոցիալական վարք կա, մարդիկ դնում են, ասես մեծացնում են, չէ՞։ Ավելի լավ է դու դետալների վրա ու ես մեկ-մեկ մտածում եմ ասում եմ, բայց լավ, այս նկարեցին սա այս գովազդի խոշոր պլանը ուրա ու հետո տեսա լիքը ոչ խոշոր պլանի գովազդներ կան ու հասկացա իրանց էֆեկտը։ Այս վերջում Nike գովազդը կար, որ ես screen record էի արել, պահել էի մոտս, ուրեմն Nike-ը բոլորը գիտեն, որ սև գույնի ինքը վերցրել է ու իր գույնն է, Nike-ը բան գովազդ էր վերցրել դրել այն կվադրատիկներով գովազդից էր դրել ու բանը ոչ կարտեչնի գալերիա չէ, կվադրատիկներով որ դրած է։ Ու սա սև է։ Ասում եմ, վայ, երևի չի աշխատում, բան։ Հետո սեղմեցի ու հասկացա, որ սա նկարները սև ա դրել, որովհետև իր այդ մի հատ սև արշավ ուներ, ինքը հենց black արշավ ուներ, սպորտային կոշիկների այդ սև արշավ, սև շորեր, սև բան, դաժե նեգրերն էին հագնում սև ասֆալտի վրա եւ այլն, սենց մի հատ նոր կոլեկցիա էր դուրս եկել, սաղ սևի վրա ու ինքը գովազդ էր միացրել ու ապրանք չէր դրել, սաղ այդ սև էր դրել։ Իհարկե, այդ շատ նորարարական մոտեցում է, չեմ կարող ասեմ, դա կաշխատի Հայաստանում թե չէ, բայց իրոքից էդի սատկացնելու աստիճան ու ուժեղ էր, որ ասենք վերցնես մի հատ փուճուր բան, սենց մեծ ինչ որ բան դնես ու մեջը փուճուրի լոգոյի դետալը դնես ու սաղ այդ երանգի լինի ու տենց մենակ սեղմեն գնան կայք։ Իրականում մարդիկ մտածում են, այդ չի աշխատում։ Բայց իրականում ինքը աշխատում է, մարդիկ սեղմում են ու գնում է ինքը հասկա, հա, այն որ սևեր է, դա իր բանն էր, արշավն էր, ինքը մի հատ շատ ուժեղ աշխատանք է, որ ես շատ-շատ եմ սիրում։ Ստեղ եղեք ջան, չեմ վերցնում սիրուն իդեալական դեմքով մարմնով մոդելների, հատկապես կոսմետիկայի համար։ Անտանելի շատ կտեսնակ հայտնի գովազդների մեջ, պրիշչիկներով, կնճիռներով, չքսված, պեպեններով, չգիտեմ, անհավասար դեմքի արտահայտությամբ, անհավասար ատամներով եւ այլնով չգիտեմ, ոչ իդեալական մարդկանց են վերցնում։ Դրա համար մեր այն Արմինեն որ կար է, որ իրան վերցրել են Gucci-ի պակասին, դա պատահական չէր, որտեվ հիմիկվա մոդան դեպի բնականությունն է։ Իսկ ֆրանսիացիք вообще իրանց յանը տարել է այդ գծի վրա, ընդհանրապես Ֆրանսիայում, եթե ուզում ես գովազդ միացնես ու շատ տենց լավ սիրուն արտաքինով ու շպարված մեկին ես դնում, այդ իմացի այդ գովազդը պրավալա գնացել, որովհետև Ֆրանսիայում գոյություն ունի տենց բանը ծիխի ռոսկոշ ասվածը կամ նույն ինքը բնական գեղեցկությունը, որովհետև ֆրանսուհիների յանը вообще տարել է, ասում է, եթե ինքը քսվում է, ուրեմն ինքը immoral է, անբարոյական է, որովհետև ասում են դա անբարոյական գեղեցկություն է, բարոյական մարդիկ, այսինքն հարուստների թազա պոնտն է, որ իրանք, չգիտեմ, կարան գնան Հերմեսի պայուսակով, Գուչիով, էսով, էնով, էնով ու չքսված բացարձակ մազերը չներկած, այստեղ ինչ որ արմատներ է եկած, եղունգները չսարքած, չգիտեմ, ինչ որ նենց ոնց որ իրանք կան, դաժե եղունգները չսարքած իմ ինչքան չէ, մի քիչ ավելի խնամված է, իրանք вообще չխնամված, ոնց կա էլի, տենց էլի իրան կինը այդ ձևի է, բայց իրանք իրանք մարմնին, բանին հոգ են տանում, то есть խնամվում են, բայց ասենք այդ գեղեցկության ապլիկացիաները բացարձակ չեն անում։ Ու բրենդերը հասկացել են, որ պետքա մտնեն իրանց մտածելակերպի մեջ, հատկապես Եվրոպայում, նույն Գերմանիայում եւ այլն։ Գերմանիայում դե դաժե ռիլեր կան, որ ասում է առաջին օրը Գերմանիայում ցույց է տալիս կուկետկա է, երկրորդ օրը ցույց է տալիս կիսասպորտային, երրորդ օրը ցույց է տալիս, չգիտեմ, մենք կարո ունենք, որ գնում ենք առևտուր անելու, ես էլ առանց կարոյի չեմ գնում, սենց մեծ գլգլիկներով են բաներից է բավականին մեծ։ Երբեք Հայաստանում տես բան չեմ ունեցել, բայց ստե միշտ ունեմ էդի ու առանց դրա ընդհանրապես որևէ տեղ առևտուր չեմ գնում անելու, որ տենց հարմար է, ինչի պիտի այդքան տոպրակները քարշ տաս քո հետ, իրանք իրենց հարմարությունը շատ են գնահատում, ու որ տենց տեսնում ես, սենց են որ սպորտայի, սենց ինչ որ անկապ հագնված այդ կարոն ձեռը, բան, սենց ինչ որ լուրջ եմ ասում, երեխեք ջան, այդ ձևի է, ու եթե դու իրանց տենց գովազդ չես միացնում, իրանք չի աշխատի իրանց վրա այդ գովազդը, էլի այդ առումով շատ պետք է ուշադիր լինել իրանց մտածելակերպը։ Հաջորդ ամենակարևոր բանը, որ իրանք այդ հատկապես խոշոր բրենդերն են անում, քո երազանքից քեզ բաժանող միակ բանը այն ապրանքն է, որ դու հիմա չունես ու ես գովազդում եմ։
դա մի բան է, որ արդեն ունի քո հարևանը, то есть ոնց ինքը ունի դու չունես, այսինքն այդ ինֆլուենսեր մարքեթինգի միջոցով են հիմնականում անում, բանը թրենդային խաղեր, այդ թրենդային խաղերը շատ-շատ եմ սիրում, բայց իրենք ֆիզիկամենտե են անում, այսինքն օրինակի համար ինքը չի ասում այդ թրենդերը ապարելը բանը, էդի արդեն բան է, էլի ոնց որ կիրառած անցած է։ Օրինակ էս վերջում Մերկադոնան ինչ էր արել։ Մերկադոնան անանասի վաճառքի անկում ուներ, Մերկադոնան եղի ոնց որ ասեմ City-ն սենց։ Անանասի վաճառքի անկում ուներ, իրանց բաները, այդ քշելու կալյասկեքը կանաչ գույնի են, որպեսզի սազացնի կանաչ գույնի հետ, ուրեմն սենց մի հատ հասկացություն կար։ Եթե անանասը վերցնում ես ու սենց շուրտված, այս սենց շուրտված ծաղիկը դեպի այս կողմ դնում ես աջ անկյունում քո կայլասկայի եւ ժամը 6-ից 7 ընկած հատվածում մտնում ես ցանկացած մերկադոնա ու անանաս ես վերցնում ու տենց դնում ես աջ կողմի վրա, դա նշանակում է, որ դու այսօր երեկոյան ժամը 8-ին չունես որևէ մեկին, որ քեզ հետ պիտի ընտրի եւ դու միայնակ ես եւ քեզ զույգ ես ման գալիս ու կայլասկաներով գնում են իրար հետ մեծ չէին լինում, այսինքն օրինակի համար, եթե դու գնում ես մեկի կայլասկայի մեջ տեսնում ես անանասա դրած, դու կարաս գնաս խփես իր կայլասկային, մեջ ոնց որ մեջինգ լինես ու եթե դուք իրար հասկանաք, միասին առևտուր անեք ու միասին գնաք, չգիտեմ, անանասի հետ կապված ինչ որ մի հատ բան սարքեք ու ընտրեք ինչ որ, չգիտեմ, անանասով եսի ինչ, գնաք միասին սարքեք։ Այդ շատ հետաքրքիր էր ու լիքը ռիլեր ընկան, լիքը Մերկադոնա նշեցին, Մերկադոնայի երաժշտությունը, չգիտեմ, ամեն տեղ էր արդեն են, որ ամեն հարթուկից էր դուրս գալիս եւ այդ ահա որ իրանց բանը բարձրացեց։ Ինչի էին իրանք դրել, ուրեմն երեխեք ջան, դուք Եվրոպայում որ շրջեք, ժամը 8-ին բոլոր ավտոբուսները դատարկ են զուտ դատարկ են։ Ինչի համար։ Ես միշտ եթե ինչ-որ մի տեղ է պետք գնալ, որ ես կարամ այդ ժամերին դուրս գամ, միշտ ժամը տենց 7-ից 8-ի կողմերն եմ դուրս գալիս, որովհետև միշտ դատարկ է այդ ժամին։ Այդ ժամին իրանք սթրեղած տունը ընթրիք են անում, այդ իրանք ընթրիքի ժամն է։ Ու իրանք դրսում չեն լինում, բան չեն լինում, այսինքն որպես այդպեսին ինքը քաղաքը այդ ժամին պրոստը սենց կամ ռեստորաններում է, կամ տանն է, փողոցում շատ մարդ չես տեսնի կամ տրանսպորտում, էլի, այդ շատ կարևոր է։ Այդ թրենդային խաղերը, որոնք ֆիզիկամենտ են դառնում, շատ հետաքրքիր է, որ նշի մեզ դիր եւ այլն, ինչ որ դաժե մրցույթ չի, հա, ասեն ինչ որ թրենդային խաղ է, շատ հավես է ու շատ ինֆլուենսերներ արեցին։ Ամենակարևորը հենց հիմա ուստեղ ու վաղը չի լինելու, իսկապես չի լինում։ Այդ տրամաբանությունը, որ հիմա այստեղ է ժամին ու հիմա բան ինչ որ գովազդ ես անում, որ չգիտեմ 5 օրով աշխատելու է, 5 օրվա մեջ անում է ու ինքը տեսա, որ քո բրենդը ասելա տարվա մեջ միակ, այդ տարվա մեջ միակ արեց ու էլ չարեց ու այդ շատ ուժեղ աշխատում է ու շատ բան ալում քո հաջորդ ակցիան որ ասես ուրիշ բան անես ու ասես տարվա մեջ մի անգամ առաջինը կհասկանա երկրորդից արդեն ինքը կսկսի օգտվել այդ շատ ուժեղ է աշխատում որ նաև կրթական տարբերակներով որ դու իրան բաց ոյ ինչ որ հետ գնանք որ դու իրան բացատրում ես մի բան որ այ դու գիտես որ էսի քեզ պետքա որովհետև էսի սենց ես դες երեխեք ջան տեսնամ ովքերով ենք հիմա լավ, չնայած մեկը YouTube-ա գնալու, օքեյ։ Տղամարդու ներքնաշորի գովազդ ա եկել ինձ, շատ ա գալիս է տղամարդու ներքնաշորի գովազդը, ամեն անգամ իրենք ինքան տենց հետաքրքիր սիրում ուպակովկա ունեն, լուրջ եմ ասում, ոնց որ սեմուշկա ուպակովկա արած լինեն թանգանոց, ավոր սիրուն ա, ու տենց ոնց որ այդ գովազդը անդադ գալիս ա ու ես աղջիկ եմ, չէ, ինքը ինձ բացատրում ա, ինչի համար ես պետք է առնեմ, որ եթե քո տղամարդը լինի տանը բան, դու իրան կարաս լավ նվեր անես, գեղեցիկ երեկոյից հետո բան, սենց այն որ անենց սիրուն է ինքը քեզ բացատրում ու կրթում ինչի համար դու այդ ներքնաշորը տունը պետք է ունենաս, ավոր խնդալու է, էլի, չգիտեմ, սենց նենց բաներ են, նենց հետաքրքիր ձևով սիրում մատուցում, որ զարմանում ես, ասում ես, վաու, էս ինչ սիրուն նուրբ բերեց այն բանին, որ չնայած դու աղջիկ ես, բայց լավ կլինի ամեն աղջիկ տանը մի հատ տղամարդու ներքնաշոր ունենա, որը որ սենց պետքա բացվի մեկ անգամ լուրջ եմ ասում երեխեք ջան, նենց այդ ամենածայրեղ բանն եմ ասում, բայց նենց բաներ կան, որ դու էլ ես զարմանում, թե ոնց են անում, բայց շատ ուժեղ աշխատում է։ Եվ որ ամենակարևորն է Հայաստանում գովազդի նկարելու վրա կտանջվեն, ռիլը կտկարեն, կտանջվեն, բայց երբեք չեն տանջվի ձայնի վրա։ Լուի Վիտոնի գովազդներ, եթե չեմ սխալվում, ուրեմն զվուկավիկներով տանջվել էին, բանի ձայն էին հանել, վառվող կրակի ձայնն էին ստացել,
իրա բանը աշնանային կոլեկցիայի վրա էր, որտեղ վառվող կրակի ձայնը ու բանը նենց հետաքրքիր ձայն էր, ինքը բերում է բան տաքություն, ջերմություն, բան, սենց որ խարույկի շուրջ գաղափար է բերում։ Մի ուրիշը բրենդերի չեմ հիշում, որ մեկն էր, խշացող տելևիզորի ձեններ ստացել ինչ որ հետաքրքիր երաժշտական նոտայով, որը որ բերում է տենց ինչ որ տանում է դեպի մանկություն, որովհետև խշացող տելևիզորը հիմնականում մեր տարիքի ու մեզնից մի քիչ մեծերի տենց ոնց որ անցյալի ձայներից է ու ինքը ասոցիատիվ բերում էր ու հենց թիրախը այդ սերունդն էր, այդ սեգմենտն էր, մերոնք շատ-շատ աշխատում են գովազդի վրա, նկարում են բան, բայց երբեք զվուկավիկների հետ չեն աշխատում երաժշտության համար։ Այդ մեծ բաց թողում է, զվուկավիկները միլիոններ չեն ուզում եւ կարելի է զվուկավիկի հետ աշխատել կոնկրետ երաժշտություն, որը որ վաճառքի է նպաստում, դնել ուսումնասիրել այդ հատվածը ու անել, եթե հատկապես Եվրոպայի վրա եք անում, միշտ Հայաստանում ասում եմ, Հայաստանում դուք տենց մեծ մրցակիցներ չունեք, բայց Եվրոպայում գովազդ միացնելուց հիշեք, որ գովազդ եք միացնում մի հարթակում, որտեղ մարդիկ տեսնում են Hermes-ի, Schiaparelli, Gucci, Prado-ի, չգիտեմ, էդ էլ ես ձեզ ասում եմ լյուքս բրենդեր է, ես ձեզ չեմ ասում մաս մարքետի բրենդերը, չեմ ասում Mango-ի ու Zara-ի բրենդերը, ասում եմ կոնկրետ լյուքս դասի բրենդերը, որ իրանց հետ եք դուրս գալու մրցակցության։ Մի հատ իրանց գովազդները պետքա տեսնել ու հասկանալ, այս երաժշտությունը շատ կարևոր պահ է, որ ես անընդհատ ֆիքսել եմ ու գիտեմ, որ ինքը բան է։ Ուրեմն ես այս սինդրոմի անունը դրել եմ Հերմես բանը, Հերմեսի սինդրոմ, ինչ է նշանակում Հերմեսի սինդրոմ։ Երբ որ բրենդում ստեղծվում է որևէ ապրանքի շուրջ, բոլոր ապրանքների շուրջ չի կարելի, որևէ ապրանքի շուրջ անհասանելիության սինդրոմ։ Ուրեմն գոյություն ունի Բիրկինի պայուսակը, որ ունի հստակ լեգենդ, եւ Կեյլի եւ Մինի Կեյլիի պայուսակը, բայց Մինի Կեյլին ավելի ուժեղ է Բիրկինի հետ հավասար։ Ուրեմն Բիրկինը դերասանուհի է եղել, ով որ Հերմեսին ասել է, այս ինչա քո պայուսակները անհարմար են, որը որ նայում եմ, ես չեմ կարող այս պայուսակները կրեմ դուրս գամ բանը, չգիտեմ, սվետսկի միջոցառման ու ինքը հատուկ Բիրկինի համար ստեղծել է պայուսակ ու անուն դրել է Բիրկին, ու ինքը ոնց որ տենց անհասանելի է ու կոնկրետ չեք պիտի ունենաս Հերմեսում ու կոնկրետ ու տարվա կտրվածքով չեք ու պետքա կոնկրետ հաճախորդ լինես, որ քեզ ասում են դուրս հանեն, պրիպադնիստի, նիստի, այն որ բան անեն, էլի, վինիստի անեն, այդ պայուսակը բերեն, քեզ մատուցեն, որ դու կարաս առնես ու էդի կոնկրետ այնտեղ դաշը բլոգերներ կան, որ հատ-հատ ասում են դու այս մի բանը պիտի անես ու այս պիտի անես ու այն պիտի անես, որ քեզ բիրկին բերեն, որ առաջարկեն եւ այլն, այսինքն այդ մի հատ հստակ պատմություն է հսկա, ինքը պիտի իմանա, որ դա քո երազանքն է ձեռք բերել եւ այլն, ու այդ պայուսակները եղեք ջան, սկսում են գծետը 7000 եվրոյից։ Չպատկերացնեք էլի, ինչ որ այժմ պայուսակների մասին է խոսքը, բայց մինչև այդ դու պիտի ու ինքը պետքա տեսնա, որ դու իր բրենդը ամեն ձևի սիրում ես, չգիտեմ, իր բրենդի, չգիտեմ, ամենասթից աքսեսուարներից համարյա իր բրենդի ամեն ինչից պիտի առնես բոլոր շարքերից, որ ինքը հավատա, որ դու իր հավատարիմ հաճախորդ ես, որ ու տարվա մեջ դու երկու հատ բիրկին կարաս առնես, երկու հատ պայուսակ ավելի շուտ կարաս առնես, ներողություն, երկու հատ բիրկին չէ, երկու հատ, մի հատ կարաս բիրկին առնես, օրինակ մի հատ մինի կեյլի կարաս առնես ու 6 ամիսը մեկ չես կարող ավելի շուտ առնես ու ինքը իր համաշխարհային բազան կապել է, եթե դու Իսպանիայում առար, գնացիր Ամերիկա, Ամերիկայում ասել եմ մի հատ դու արդեն առել ես 6 ամիսը պիտի անցնի, որ նոր առնես ու առար ու էլ չես կարող առնես։ Ու այդ անհասանելիությունը շատ ուժեղ մեծ բան է աժիոտաժ է ստեղծել արդեն քանի տասնամյակ է Հերմեսի շուրջը ու այդ ինքը շատ ուժեղ է աշխատացնում։ Իրանք ստորացնում են իրանց հաճախորդներին ու բանը ու իրանք անպայման ասում են, որ դու սովորի մեր բրենդի մասին, դու իմացի ես եթե օրինակի համար դու գնաս, ասենք մի հատ բաժակ իրանք ամեն ինչ ունեն, ամեն ինչ խալի ունեն, բաժակ ունեն, ամեն ինչ ունեն Հերմեսում, բայց դե այդ Բիրկինն է, էլի իրանց այդ լեգենդարը։ Որ գնաս ասես, ես բաժակն եմ ուզում ու չասես այդ բաժակի կոլեկցիայի անունը ու նախշի ասես ինչ նախշ է, ինչի է, այս ինչ ձի է ատեն նկարած, այդ ձին ինչի համար է եւ այլն,
Կարողա չտանել քեզ այդ բաժակը, կարողա ասեն չկա, բան, սենց ինչ որ վատ վերաբերվեն քեզ, սենց ինչ որ բան անեն էլի, ոնց որ են որ արհամարական հետդ խոսան, մի ուրիշ ձևի էլի, դաժե չուզենան սպասարկեն, որտեվ ասում են, եթե դու իմ բրենդի պատմությունը չգիտես, вообще մի շփվի իմ հետ, որ այդ ձևի են իրանք էլի։ Ու ինքը top 1 բրենդն է Hermes-ը ընդհանրապես համաշխարհային բրենդերից top 1-երից մեկն է, որ թոփերից մեկն է հատկապես Եվրոպայում, ինքը շատ ուժեղ բան է եւ իրանք միշտ ստիպում են որ դու արժանանաս իրենց հաճախորդին, եթե դու գնաս ինչ որ հասարակ հագնված, ասենք ես ոնց որ bez բրենդի ինչ որ մտնես, ասենք մի հատ վրեդ գոնե Gucci պայուսակ չլինի կամ Chanel-ի պայուսակ չլինի կամ չգիտեմ ինչ որ վրեդ չգիտեմ Louis Vuitton-ի լոկ չլինի, բաս, նայն ինչ որ ճանաչելի բրենդեր չլներ կամ Hermes-ից գոնե մի հատ բրասլետ չունենաս, Հերմեսից ինչ որ գոնե լաթիկները Հերմեսի չունենաս, այն որ շատ կարհամար են էլի, իրանք շատ են ստորացնում ու դա ես հաստատ գիտեմ, շատ շատերից գիտեմ ու даже շատ հայտնի ու հարուստ բլոգերներ են այդ մասին ասում։ Մյուսը դա սկիապարելի մարքեթինգն է, որին շատ է դուր գալիս։ Ուրեմն սկիապարելին եղել է Շանելի ոխերիմ թշնամին եւ Շանելը այս արտահայտությունը շատ իզուր չեմ գրել, այն իրան համարել է այն իտալացի արտիստը, որ հագուստ է կրում, որովհետեւ Շանելը ինքը խոսել է էլեգանտության, նրբության եւ այլ դες բաների մասին, իսկ Սկիապարելին, որ մտնեք իր բան Էլիզա Սկիապարելի, նայեք ինքը նախ Դալիի հետ է աշխատել եւ ստեղից հասկանում ենք թե Դալին ոնց է հարուստ դիզայներ եղել, որովհետեւ բան հարուստ դիզայներ է այդ ժամանակ ինքը իրան դիրքավորել, բայց ինքը նկարիչ եղել, ոնց է հարստացել հիմնական sense բրենդերի հետ աշխատելով, դաժե Չուպա-Չուպսի լոգոն է ինքը սարքել, նենց որ ինքը տենց այդ առումով շատ հետաքրքիր կերպար է Դալին եւ այդ լացող աչքերը, բանսկի ապարելի եւ այլն շատ հետաքրքիր շրթունքները կնոջ դեմքի վրայից դա ականջները բաները հետաքրքիր վերցրել ու ինչ որ հետաքրքիր դետալներ է ստացել ֆեշնի հետ կապված բավականին, որ Դալիի մոդելներն են ու հիմա կատաղի վաճառվում են ու ինքը top 1 բրենդն է համարվում սկիապարելին ու Շանելին վաղուց անցել է, բայց Շանելը ոնց էր անում, Շանելը մի հատ մրցակցային տեխնիկա ունի, որ բոլորին է հայտնի, ինքը ուրեմն Ռիցի անունի զուր չեմ տալի, Ռից հյուրանոցում, որը որ գտնվում է հենց Սկիապարելին, գտնվում է մի հրապարակում, որտեղ Ռից հյուրանոցն է, այդ Ֆրանսիայի հայտնի հրապարակն է կենտրոնական։ Ինքը բան է, հենց Ռիցում Կոկո Շանելը սենյակ 30 տարի այդ սենյակում ա ապրել, երեխեք ջան, Ռիցում ա ապրել Կոկո Շանելը եւ Ռիցի պատուհանից հենց Սկիապարելի բանն է, բուտիկն է երևացել ու ինքը անմիջապես նայել է Սկիապարելի բուտիկին եւ նայել է, երբ որ տեսել է որ Սկիապարելիում հերթեր են, ինքը սկսել է կատաղի աշխատել, ասում է ես հանգիստ եմ լինում, երբ որ Սկիապարելին դատարկ է լինում։ Ու ինչի ասել այն իտալացի արտիստը, որ հագուստ է կարում, որովհետև Սկիապարելին իտալացի է, բայց ի տարբերություն Շանելի, որը եկել է աղքատ ընտանիքից, լվացքա իր մայրիկը բան լվացքատանն է աշխատել եւ այլն, Սկիապարելին եղել է մեծահարուստի ընտանիքից, հերիք չի, մի հատ էլ գիտնականի ընտանիքից է եղել, իր հայրը հայտնի աստրոնավտ է եղել եւ ինքը ահավոր ստեղծագործական միտք է ունեցել եւ այլն, այսինքն ինքը ավելի ստեղծագործական է մոտեցել, Կոկո Շանելը լրիվ էլեգանտության մասին է եղել, էլի դրա համար իրանք իրար հետ յոլա չեն գնացել ու լրիվ իրար հակառակ են եղել ու ինքը միշտ նախանձել է, անկեղծ ասած բոլորին է հայտնի, որ Կոկո Շանելն է նախանձել Սկիապարելին իր համար ապրել է, բայց 50-ականներին պատերազմի պատճառով Սկիապարելի բրենդը փակվել է եւ վաճառվել է մինչեւ 2012 թվականը միայն բաներ, ինչ որ ռետրո ինչ որ բաներ, դուխի է հիմնականում բան արել եւ հիմա 2012 թվականին բացվել է եւ հիմա ունի շատ տաղանդավոր դիզայներ, որ զբաղվում է դրանով եւ վերակենդանացնում է Սկիապարելի, որ ասում է ժամանակի բանը, ժամանակի ոգին, ինչի եմ Սկիապարելին անդրադարձել, որովհետև երեխեք ջան, Սկիապարելին մի բրենդ է, որ ինքը հենց սոցիալական հարթակների միջոցով ճիշտ դիրքավորումով սկզբում երեխեք ջան, իր ապրանքները էժան էին եւ դաժե մի քիչ մաս մարքետի գներ էին, բայց այս վերջում Սկիապարելի բաները, պայուսակները այնքան թանկացան, որ հասան Հերմեսի պայուսակների գներին ու այդ ինքը սենց գրամատնը բերեց սոցիալական հարթակների գովազդների միջոցով։
ինքը կարողացավ ինֆլուենսերների այդ տարբեր բաների միջոցով ապացուցել, որ ինքը Chanel Plus է, այսինքն Chanel-ից ինքը մի բան ավել է։ Այդ իր ինտելիգենտությունը կարողացավ բրենդը ոնց որ կարացան դիրքավորեն էլի 2012 թվականից։ Եվ Ռիցի մարքեթինգը, ուրեմն պարոն Ռիցը, որ հիմնադիրն է Ռից այդ մեծ հյուրանոցի, որտեղ որ մի համարը սկսում է 2000-3000 եվրոյից եւ հենց կոնկրետ Շանելի ապրած սենյակը արժի 20,000 եվրո մի գիշերը։ Ինքը մարմնագույն ռոզե երանգի բանը խալաթներ ա ներդրել, ինքն ա вообще բերել բանի մեջ, ոնց որ դրել շրջանառության մեջ այդ խալաթները, որովհետև ինքը ասում է, երբ որ մարդը արթնանում է ու նոր լվացված ա լինում եւ այլն, իր դեմքը մի քիչ ավելի բաց երանգի մեջ ա լինում եւ լավագույնս իր թարմությունը եւ իրան ավելի կոկիկացնում է բաց ռոզեգույնի խալաթը եւ դա հետո էլ ապացուցվել է, որ իսկապես այդպեսին է։ Հա, սկիապառելին մի կարևոր բան ասեմ, որ ինքը շոքինգ ռոզեն է արտադրել, բանը, որը որ ինքը շատ տարածված գույն է ու հիմա այդ գույնը այս գույնից մի քիչ չէ, այս գույնը չի, լավ, օքեյ, չեմ դրել ստեղ իր շոքինգ ռոզեն, ինքը այդ գույնն է հորինել եւ այդ գույնով բավականին երկար ժամանակ բան ա արել, էլի ու ես ձեզ ասեմ, այդ երանգների մասին իզուր չեմ խոսում, որովհետեւ այդ երանգները ժամանակին, այն ժամանակ չի եղել սոցիալական հարթակները տարածվել են շատ, ես չեմ տեսնում, որ այդ երանգները մի տեսակ հայկական Facebook-ը անգույն է, երեխեք, անգույն է, շատ անգույն է, ինչ որ վառ գույների, բաների, sense գովազդներ չեմ տեսնում, բայց եթե դուք ուզում եք վառ գույների, եթե ուզում եք հաճախորդի ուշադրությունը, վառ գույների գովազդը հենց այն է, ինչ որ ուշադրություն է բերում։ Եվ ինչով է հայտնի Ռիցը 80 տարի անց այդ բանից հետո Ռիցի մահանալուց հետո Դոդի Ֆայեդը, որը որ բանի Ռիցի արդեն նոր սեփականատիրոջ որդին է, վերջին անգամ ընտրել է բանը Ռիցի այդ մի հատ հոլ կա, կարեք բացեք նայեք որ հոլն է, ռեստորանում եւ բան արել եւ դրանից հետո իրանք վթարի են ենթարկվել պրինցեսա Դիանայի հետ իր սիրելին ա եղել հենց այս մարդն ա եղել Դոդիֆայետն ա եղել եւ Ռիցի բառը վերջերս դարձել է շքեղության հոմանիշ եւ էդ էլի իրանք էլի կարողացել են բերեն սոցիալական հարթակների միջոցով ժողովուրդ շատ երկար աշխատանք են տարել ու կարողացել են ցույց տան սոցիալական հարթակներով եւ կայքով որ իրանք լրիվ ուրիշ նիվելի բան են բրենդ են վայ առաջ ընկա հա ես մի հատ հետաքրքիր բացահայտում որ սոցիալական հարթակներում էլ զուտ Պարզենք, արագ-արագ ասեմ հուսով կհասցնեմ, հետո կկպնենք հարցերին վերջնական։ Ամենակարևոր բանը երեխեք ջան, հաճախորդը տղամարդ է, իսկ տղամարդը вообще ընդհանրապես արական սեռի է հաճախորդը, հաճախորդ բառը, որպես այդպեսին հաճախորդին պատկերացրեք տղամարդ, որովհետև տղամարդիկ չեն սիրում իրենց էմոցիաները արտահայտեն կանայք շատ են, չէ՞, սիրում իրենց էմոցիաները արտահայտեն, ասեն ինչ են ուզում եւ այլն, բայց տղամարդիկ այդ մասին չեն ուզում։ Տղամարդիկ ուզում են, որ իրենց հասկանան ու անեն իրենց համար։ Այդ կլիենտը ինքը տիպիկ տղամարդ է, բոլոր կլիենտներին նայեք որպես են, որ տիպիկ տղամարդու վարքով։ Եվ ամենակարևոր բանը, որ ուզում եմ իմանաք, որ պրոբլեմ բառը իսպաներենում, ոնց որ ֆրանսերենում էլ արական սեռի է, իսկ լուծում բառը իքական սեռի է, դրա համար միշտ հիշեք, որ տղամարդը, ձեր հաճախորդը տղամարդ է ու բիզնեսը ինքինն է, որ պետքա լուծումը տա։ Հավատացեք, եղեք ջան, որ դուք պետքա պրոստը լուծում տաք, ոչ էմոցիոնալ մեկին, որ չի արտահայտում իր բաները, իր մտքերը, դու իր փոխարեն պիտի հասկանաս ինքը ինչ ա ուզում, ու եւ որ ամենակարևորն է, եթե չկա վաճառք, ուրեմն դու չես ճանաչում քո հաճախորդին լավ։ Այս դրել եմ իմ YouTube-ից էս վերջում բան, ոնց որ notification, որ ամենակարևորն է ներքևի նախադասությունը, որ ինքը ինձ ասում է keep giving them what they want Այսինքն շարունակի տաս այն ինչ որ իրանք ուզում են, դու գտել ես ինչ են իրանք ուզում, շարունակի էդի անես, որովհետև աճում է քո ալիքը։ Ամենակարևորն է երեխեք ջան, շարունակեք միշտ տակ հաճախորդին այն ինչ որ ինքը ուզում է, որովհետև երբ որ դու դա դադարեք, օրինակ ես չգիտեմ Աստվածաշնչից մի հատ կերպ բան բերեմ, դաժե օրինակ բերեմ,
որ ասում է եւ Աստված տեսավ, որ Ադամը տխուր է, եւ ստեղծեց Եվային։ Դե ուշադիր լինենք, որ չի հարցնում, չի ասում ինչի ես տխուր, ինչ ես ուզում, միանգամից լուծումն է ստեղծում։ Այդ բիզնեսի տեսանկյունից ես կուզեմ, որ մենք այտենց լինենք ուսուցական հարթակների տեսանկյունից, իրանք չեն ասելու իրանք ինչ են ուզում։ Իրանք պարզապես ընտրելու են կամ չեն ընտրելու։ Էլ ասեմ ավելին, գոնես թե եթե սրվեյները կան, հարցումները կան, հայկական տարածաշրջանի վրա ոչ մի հարցում էլ չկա։ Դու երբեք չես կարող հաճախորդին հարցնես, թե ինքը ինչ ա ուզում։ Ես մի հատ տենց բան էի, հետաքրքիր ռիլ էի առանձնացրել, ես չգիտեմ ձենը կլծվի թե չէ, շատ ծիծաղելու է այդ ռիլը։ Ես տեսա, էսի տոշնի հաճախորդ է, ես չգիտեմ ձենը լսում եք թե չէ։ Ա, Կանչում է, անընդհատ կանչում է, այդ կատվի անունը Ռեզնորա։ Նայեք քանի անգամ է կանչում։ Ահա։ Ամենակարևոր բանը, երեխեք ջան, ինչի է ես դա ուզում ձեզ ցույց տալ, քանի անգամ կանչեց Ռեզնոր, 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 չպտտվեց, վերջում ինքը ասեց դու սոված ես, վրաս պտտվեց։ Հենց ասես դու սոված ես, վրաս պտտվեց։ Այս մեր տիպիկ հաճախորդն է, եղեք ջան։ 10 անգամ գովաստ կմիացնես, 10 անգամ կկանչես, 10 անգամ հետաքրքիր ձևերով կկանչես, իրան կանվանակոչես։ ին- Հենց որ ասես ինքը ինչ ա ուզում, հենց որ առաջարկես այն ինչ որ ինքն ա ուզում, հենց որ ասես կարող է սոված ես, ինքը վրաս պտտվելու է, գա նստի ու քո հետ խոսա։ Հակառակ դեպքում ինքը իր այդ ու հաճախորդի մանիպուլյացիա է դա կոչվում, այդ իր հաճախորդի մանիպուլյացիան երբեք չի դադարելու։ Մոտավորապես այսքան է, եղեք ջան, փորձեցի արագ-արագ ասեմ, որ հասցնեմ րոպեի մեջ, իհարկե կգտնենք հարցերի համար, բայց ոնց որ այսքանը չգիտեմ որոնցով ենք մնացել։ Անուր ջան, ոնց ես, մինչև վերջ մնացիր, մնացածը հոգնեցին գնացին ես ու Վարսիկ այնքան խոսացինք։ Դու ոնց որ համբերատար մնացիր, չգիտեմ, ամեն դեպքում բան է, էլի, ամեն դեպքում հուսով եմ օգտակար էր երեխեք ջան։ Սրա ձայնագրությունը ու մյուսի ձայնագրությունը կդնեմ բանում, իմ մեր մոտ մութը արդեն ընկավ, ձեր մոտ երևի շուտով այն ձեր մոտ ընկել, կփորձեմ դնեմ ձայնագրությունը YouTube-ում, այսքանն էի նախատեսել, հա, ինչ կարգի օգտակար էր, հա, մերսի Անուտ ջան։ Վсё, եղեք ջան, կարաք կոմենթեք, կարաք բաներ ասեք ու տենց ոնց որ չգիտեմ հաջորդը երբ կանեմ, ոնց կանեմ, բայց ոնց որ տենց այսօր որոշեցի այս մեթոդով սենց կապի դուրս գամ։ Մերսի շատ Անի ջան, շատ հետաքրքիր էր, հավես էր։ Ես ինքս Հա, էլ շատ քիչ եմ միանում, առհասարակ, բայց շատ հավես էր, շատ հետաքրքիր էր։ հա, դե կարևորը որ հետաքրքիր էր, չգիտեմ, երկուսդ էլ մասնագետներ մնացիք վերջում, ես ճիշտն ասած մտածում եմ ոչ մասնագետների հետ կխոսամ, որ իրացի ինչ-որ նոր բան կասեմ, բայց մնացին մարդիկ, ովքեր լիքը բան գիտեն։ Գնացին։ Զարմանալի էր մի քիչ։ Ա, Ահա, տես Վարսիկ ջան, Անուլը քեզ գրել է, որ քեզ նույնպես շնորհակալություն, հետաքրքրանալի ինֆո։ Դե հա Վարսիկ ջան, դու շատ խելացի ես, մենք բոլորս գիտենք քո գիտելիքները, մտածի ինձ հետ լայվ անելու մասին, Անպայման հենց կուզես քո որոշեմ, խմբով, որ կուզես կփորձեմ իմ տենց արտահայտվել YouTube-ում եւ այլն, հա։ Այս Հերմեսի Վարսիկ պահն էլ ջան, որ ես պատմեցին, թեման կբացեմ, ես կխոսեմ, կարաս գաս, պրոստը տենց ոնց որ կպնես։ հա, Ես խնդիր չունեմ։ Այսինքն, եթե դու կարելի է։ նեղվում ես բան տա վարելուց, ես Ես կվարեմ, դու շատ ընդհանրապես հիպո ունես։ ես այն ծածուկ աշխատողներից եմ, որ ասում են բան չեմ էլի, ոչ լայվ եմ արել երբևէ, ոչ Ինստագրամս է ակտիվ, լրիվ Ապրես, տիպիկ դա միլենիալ, սխալ է, Վարսիկ ջան։ տիպիկ։ Դա սխալ է։ Կուլիսներում շատ դեպքերում մենք մնում ենք կուլիսներում, դրա համար ակտիվանում են մարդիկ, ովքեր որ Ահա, փչացնում են շուկան։ Չպետք է այո, մնանք կա կուլիսներում։ տենց Ես այս բան, բայց դե վերջերս եմ հասկացել։ կախված նաև հանգամանքներից, ընտանիք, երեխա, ժամանակդ, քո աշխատանքը, այն որ փորձում ես այդ առաջինը ապահովես, հետո նոր ժամանակ ու էներգիա տրամադրես մնացած բաներին, մարդ կա իր համար կարիերան առաջնահերթը, մարդ կա իր, ասենք, ենթադրենք ընտանիք չունի, հոգս չունի ուրիշ, ավելի շատ է ժամանակ, նայած ու մոտ ոնց էլի։ Հա, այդ ես եմ։
Ոչինչ, Վարսիկ ջան, չէ, պիտի գտնես այդ ժամանակը։ Դու մտածի, ես քեզ բան կանեմ, կնամակահարեմ, կնամակահարեմ, այնքան Դե մինչև համոզը։ ավանտ ջան, Всё, ապրեք շատ լավ։ երեխեք ջան, որ դիմացակ ինձ Դու այդ էլ մինչև շատ համոզվեք։ օպրես։ Երկուսիդ հետ էլ միշտ կապի մեջ եմ, ձեզ շատ սիրում եմ, ապրեք, որ մնացեք Օպ, իմ մենք սերն։ էլ անիջան։ Պակա, պակա երեխեք ջան, Пока։ պակա։